Բարև ձեզ, եթերում Գիտունիկ ռադիոն է, ես Արման եմ և քանի որ շուտով նոր տարի է, այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես են այդ տոնը նշում տարբեր երկրներում։ Նոր տարին ամենասպասված տոներից մեկն է, այն աշխարհի տարբեր երկրներում նշվում է յուրովի և ամեն տեղ կան հետաքրքիր ավանդույթներ։ Իտալիայում կա շատ հայտնի և զվարճալի ավանդույթ։ Նոր տարվա գիշերը մարդիկ հաճախ կարմիր հագուստ են կրում, նրանք հավատում են, որ կարմիրը բերում է առողջություն և հաջողություն ամբողջ տարվա ընթացքում։ Իտալիայում երեխաները շատ են սպասում Բեֆանային։ Նա բարեսիրտ ծեր կախարդուհի է, որը գալիս է հունվարի 5-ին գիշերը նվերներ բաժանում։ Բեֆանան գալիս է իր ավելով, մտնում է տան ծխնելուզով և թողնում է քաղցրավենիք այն երեխաներին, որոնք լավ վարք են ունեցել, իսկ ովքեր չար են եղել, նրանց թողնում է մի փոքրիկ ածուխ, բայց իհարկե շոկոլադե։ Նոր տարում իտալացիները հաճախ պատրաստում են ոսպով ուտեստներ։ Ըստ ավանդության, ոսպը նման է փոքրիկ մետաղադրամին և այն ուտելը պետք է փող ու բարեկեցություն բերի նոր տարում։ Ֆրանսիայում երեխաներին նվերներ է բերում Պեր Նոյելը, Ֆրանսիայի ձմեռ պապը։ Ըստ ավանդության, նա նվերները թողնում է երեխաների կոշիկների մեջ։ Այդ պատճառով շատ երեխաներ դեկտեմբերի վերջում իրենց կոշիկները դնում են բուխարիի մոտ կամ տոնածառի տակ։ Ֆրանսիայում նոր տարվա սեղանին անպայման դրվում է հատուկ թխվածք Բուժ դը Նոել, այն նման է գերանի։ Ըստ ավանդության, այդ գերանը տաքություն ու բարիք է բերում նոր տարում։ Իսպանիայում կա շատ հայտնի ավանդույթ։ Երբ ժամացույցը սկսում է հաշվել վերջի 12 վայրկյանները, իսպանացիները ամեն զանգի հետ ուտում են մեկ հատ խաղող։ Ընդհանուր պետք է ուտեն 12 խաղող 12 ամիսների համար։ Յուրաքանչյուր խաղողը խորհրդանշում է հաջող և խաղաղ մի ամիս։ Եթե կարողանաս բոլոր 12 խաղողները ուտես մինչև ժամացույցի վերջին զանգը, ամբողջ տարին քեզ հաջողություն կուղեկցի։ Չինաստանում աման օրը շատ գունավոր և ուրախ տոն է, որը կոչվում է չինական նոր տարի։ Այն ամեն տարի նշվում է տարբեր օր, սովորաբար հունվարի վերջից մինչև փետրվարի կեսը։ Տոնը տևում է մի քանի օր և ամբողջ երկիրը լցվում է լույսերով ու երաժշտությամբ։ Չինաստանում կան շատ հետաքրքիր ավանդույթներ։ Փողոցներում մարդիկ կազմակերպում են վիշապի և առյուծի պար, որպեսզի քշեն չար ուժերը։ Տները զարդարված են կարմիր գույնով, որովհետև այն համարվում է հաջողության և ուրախության գույն։ Մեծերը երեխաներին տալիս են կարմիր ծրարներ, որոնց մեջ դրվում է գումար։
Դա կոչվում է հումբաո և նշանակում է բարիք ու հաջողություն։ Բրազիլիայում շատերը նոր տարվա գիշերը գնում են ծովափ։ Նրանք կրում են սպիտակ հագուստ և ծաղիկներ են նետում ծովը, խնդրելով խաղաղություն ու բարիքներ։ Չնայած տարբեր երկրներում սովորույթները տարբեր են, բոլորը նոր տարին դիմավորում են ուրախությամբ։ Դե ինչ, ձեզ հետ էր Արման Արոյանը, շնորհավոր նոր տարի և Սուրբ Ծնունդ, բոլորին ուրախ և խաղաղ տարի։